Ինչքան ասում եմ չխոսեմ, հայ ջան, բարի լույս։ Ինչքան ասում եմ չխոսեմ, խոսալն ավելորդ է, հետո էլ մտածում եմ ախր չխոսալն էլ է հանցագործություն, չասելն էլ է հանցագործություն, չզգուշացնելն էլ է հանցագործություն։ Գոնե, չգիտեմ, էլի ինչ պիտի անեն մեր գլխին, որ հասկանանք, որ սա վերջն է, էլ ոնց պիտի անեն։ Արդեն այն մարդկանց պատկերացումից դուրս է, էլ ոնց կարան վատություն անեն մի անձի, անձով եմ խոսում, արդեն ազգել չեմ ասում, որ այդ անձը հասկանա, որ իր վերջն է, որ իրան ուզում են մորթեն, որ իր բալին, իր երեխուն, իր ընտանիքը եւ այլն ուզում են վերացնեն։ Իրանից ուզում են խլեն իր ունեցվածքը, ասենք քանի անգամ։ Եթե եղած 100 տարի առաջ էր եղել, չէինք պատկերացնում, բայց հիմա ասենք լավ, ասենք հիշողությունը ջնջվել էր, ովքեր որ այդ ամեն ինչը տեսել էին, մահացել էին, գնացել են, բայց հիմա էլ ընդամենը 2 տարի առաջ է եղել կամ մի տարի առաջ է եղել կամ 5 տարի առաջ է եղել ընդամենը այդ ամեն ինչը, էլի։ Ու սրանք գիտես ոնց է մտածում, իրանք ասում են այս ազգադավ սրիկա, այս թրքա ստրուկները ոնց են մտածում, ասում են դե որ այսքան բան արել ենք, այսքան անհնարին բան արել ենք ու սրանք ուլ են տվել, մեկը ինչ էլ անենք ուլ են տալու։ Ու այդ պրինցիպով են իրանք հիմա, ու այնքան են լկտիացել, որ արդեն հայերենով պարզ ասում են ինչ են անելու, ոնց են մեզ վերացնելու, ոնց են երկիրը վերացնելու։ Ես դեռ շատ վաղուց ասել եմ, ընկերներս գիտեն, ամենասկզբից 18 թվականին ասել եմ, որ նպատակը սրանց պետությունը վերացնելն է։ Պետությունը վերացնել ինչի, հասկացեք, իրանք էլ թմբիրի նման, մեր նման թմբիրի մեջ չեն, գիպնոզի մեջ չեն, գիպնոզ անողներն են իրանք։ Իրանք գիտեն, տեսել են, օրինակները կա, այնտեղ Սաակաշվիլին է, մյուսն է, իրանք գիտեն, որ միակ միջոցը, որ իրանք այս ամեն ինչ անելուց հետո, ի սկզբանե գիտակցելով են եկել եւ պլանավորած, ծրագրավորած են եկել։ Կամած, դանակը կամած ես մցնում, միջև ազնի սրտին, որ թույլ տան, բայց ասենք պետքա չէ իմունիտետը աշխատից գա, որ все-таки դանակա մտնում սրտիդ մեջ։ Իրանք գիտեն, որ որպեսզի իրենք պատժից խուսափեն, ուրիշ մեթոդ չկա, միակ մեթոդը դա վաղ-թե-ուշ թմրից դուրս եք չէ գալու, վաղ-թե-ուշ զարթնելու է ինչ-որ մեկը։ Միակ միջոցը, որ իրանք պատժից խուսափեն, դա պետության վերացնելն է, չկա պետություն, չկա դատավարություն, չկա եւ բացի դրանից, նաեւ կասկածում են, որ все-таки ազգի մեջ մեկը կլինի, էլի, որ այդ պետությունը վերացնելուց հետո, երկիրը վերացնելուց հետո կորոշեն, որ պետք է պատժվեն, ուրեմն պետք է համ ազգը վերացնեն, համ պետությունը։ Վառ օրինակները ձեզ տեսեք, Արցախը, ասենք, անցած դարում չի եղել, 10 տարին մեկ հիշողությունը մեր ջնջվում է։ Պարզ ասեմ ձեզ, էլի, տեսեք, 88 թվին, որ եղավ այդ էլի կոչված հեղափոխությունը, ես մի անգամ խոսել եմ այդ մասին, որ Արցախյան շարժումը սկսեցին լրիվ ուրիշ մարդիկ, 88 թվին մեկ էլ մի քանի հոգի sense գեղեցկադեմ երիտասարդներ ու շատ ճարտար լեզուներ եկան, խլեցին այդ շարժումը, խելացի հայերից իրանց ձեռքից, դրանց ճնշեցին եւ վերցեցին շարժումը, տարան արդեն իրենց ուզածով։ Դա արդեն փաստ է, ոչ թե պատմություն է ընդամենը։ Դրանից հետո գայս է 98 թվականը Արցախի հանձնելու առաջին փորձը, հենց այդ նպատակով եկած 88 թվի այդ գյադեք, այդ դրանց ուրեմն փորձը 98 թվականին հանձնելու, որը փառք Աստծո չստացվեց, հետո եկավ արդեն ուղիղ 10 տարի հետո, մտածում են, որ հայերը հավից մի քիչ են, էլի, հայ-հավ, մի տառա տարբերությունը։ Հավից մի քիչ ենք տարբերվում, էլի 10 տարին մեկ ջնջվում է, հավերի մոտ ասեք մի ժամ հետո է ջնջվում, մեր մոտ 10 տարի հետո հաստատ համոզված են, որ ջնջվում է, նույն մարդը, որ 88 թվին եկել էր, խլել էր ուրեմն մարդկանց ձեռից, լավ հայեր, իրական հայերի ձեռից, այդ Սիոնի փեսաները, որ գալիս են, խլում են անպայման, այդ Սիոնի փեսան եկել խլել էր 88-ին, 98-ին ուզում էր հանձնել չստացվեց, 2008-ին ուղիղ 10 տարի հետո նորից եկավ ուզես խլես, նորից հայերը իրար սպանեցին այդ Սիոնի փեսաների համար,
ու նորից չստացվեց Փառք Աստծո եւ 2018-ին նորից նույն մարդիկ եկան, արդեն դեմքը մի քիչ փոխած, արդեն դրա ձակն եկավ, հերթական Սիոնի փեսար եկավ եւ այդ անգամ ստացվեց։ Հիմա հայր ջան, ցավները տանեմ։ Սրանք պարզ ասում են ինչ են անելու։ Որպես պետություն մեզ վերացնելու է։ Եվ օրինակն էլ ոնց է դա արվելու։ Տեսել ենք ընդամենը մի քանի օր առաջ եւ հիմա էլ շարունակվում է։ Սիրիան ձեզ օրինակ։ Թե թուրքերը խաղաղություն կնքելուց հետո ինչ են անելու, իրենց հաջորդ քայլը չեն թաքցնում աշխարհում այդ միջազգային այցյան բան, տես բաներ զգացել եք, չէ՞ որ էլ չկա։ Ով ինչ ուզում է անում է։ Մանավանդ թուրքերը ինչ ուզում են անում են։ Նրանց դաժե հարց տվող չկա, ես ինչ եք անում արա։ Անգլիայի նման պոռնիկի զավակները տեսեք ինչ են ասել, որ ուրեմն Սիրիայում պետական զորքերը կարգ ու կանոն են հաստատում Ասադի մնացորդների վրա, այսինքն դատապարտվել են մորթվողներին։ Դատապարտել են ոչ թե մորթողներին, որոնք սիրիացիներ չեն։ Չկասկածեք, որ այդ սիրիացիները այնտեղ մտել են Ասադի ինչ որ հակառակորդ Սիրիայի, ոչ, դրանք թուրքեր են, տարբեր ցեղերից եկած այդ մուսուլման բաներն են, ինչա, ծայրահեղականներն են, նրանք մուսուլման էլ չեն, որտեղ մուսուլմանների օրենքով էլ արգելվում այդ գազանությունները, որ իրանք անում են։ Այսինքն պարզ տեսնում եք մեզ ինչ է սպասում։ Աստված էտելա, ասում տեսեք, դա եք, տեսեք Սիրիայում ինչ են անում բնիկներին, ալավիններին, ասերիներին եւ մնացածին։ Տեսեք ինչ են անում։ Այդ նույնը մեր գլխին է գալու։ Հիմա ինչ դուրս գալու ենք մենք մեզ պաշտպանենք, թե դուրս չեն գալու։ Թե սպասում ենք ինչ-որ փրկիչ, հերթական փրկիչը գա, մեզ ասի, կամ դրսից մեկը ասի, ժողովուրդ ելեք դուրս կամ որ դուրս գանք, հա, կամ ինչ-որ մեկը պիտի գա քայլացնող, ասենք, բանը ինչա, ոչխարի հոտ քշողեք սպասում, որ ասի, դեսը գյադեք, դենը գյադեք, գնացեք վաղ գաք եւ այլն եւ այլն։ Դրան ենք սպասում։ Ոչ, պետք է մենք դուրս գանք, փողոցները լցնենք, ուղակի դուրս գանք, փողոցները լցնենք, ուղակի դուրս գանք հայերով, ով գիտի որ ինքը հայ է, դուրս գա ու փողոցները լցնի։ Ու եթե ինչ-որ մեկը կհայտնվի կասի գնացեք տուն, այ դրան առաջին ուղարկենք ուր որ պետք է, որտեվ հենց այդ տուն ուղարկողներն են մեր տունը քանդողները։ Դուրս գանք այս հարցը ռազին ավսինքա լուծենք, պրծնենք, կամ փրկվենք, կամ գոնե պայքարելով մեռնենք։ Արժանապատի ոչ թե այդ ալավիների նման հու հաչելով չոկած գնում են, ընդ 10 հոգի մորթում են իրանցից։ Հետո որպեսի ալարում են այդ դիակները քաշտան, մյուս 10-ին ասում են եկեք ստե դուք էլ պարգեք այս մեռելների վրա ձեզ խփենք, ու եկա ջանդակով տղամարդիկ այդում են խելոք պարկում են, սպասում են ոնց են իրանց խփելու։ Մեկը գոնե չի փորձում կանգնի, փախնի կամ կռվի։ Մեկը տենում է, ասենք, նես չի որ չգիտես միջև վերջի վայրկյանը մտածում է որ այս ոչխարին մորթեցին, ոնց որ ոչխարների հոտը մաքուր էլի։ Իրան չեն մորթելու, իրան պահելու են, դաստեն, չգիտեմ, չիր ոչխարի։ Դες բան չկա, մորթում են, բոլորին են մորթելու։ Հիմա հայ ջան, ինչ անենք, նստենք, սպասենք, ես ասեցի երեք, ես պատրաստ եմ ընտանիքով, բայց այսօր այդ դարը չի։ Պատրաստ եմ դուրս գամ այսօր։ Բայց այսօր այդ փսիխների դարը չի, ադինոշկա, նեմեսիսի դարը չի, որ մարդը կարանա մենակով, ադինոշկա փսիխը գնա հաստուցի, չկա, էդի ժամանակին հիմա հնարավոր չի։ Ով որ հարցնում է այս հայ ազգի տղամարդիկ ինչ են եղել, հələ ֆրամյատ քո հորը, քո քերուն, քո աղբորը, քո ամուսնուն ու քո որդուն հարցրու։ Երբ որ դու կին արմատ ասում ես, բայց հայ տղամարդիկ ինչ են եղել, դու նկատի ունես ուրիշինը, իմը չէ։ Գալիս ես հրապարակ, ասում եք, բա ուր են այդ տղամարդիկ, ոչ մեկ քեզ չի հարցնում, ասի, բա քո տղամարդն ուր է, բա քո ամուսինն ուր է, բա քո որդին ուր է, քերին ուր է, հոպարը ուր է։ Հələ մի հատ ձերոնց տունը մի հատ հələ զարդացնու այդ բաներով սենց քնարան թողել, մի հատ ասա, այ մարդ ուր ես։ Ինչի չես ելնում, արի իրար հետ գնանք։ Ոչ թե Facebook-ում գրի, բա այս հայ տղամարդիկ ուր են։ Հայ տղամարդիկ իրանց տեղում են, իսկական հայ տղամարդիկ։ Հələ դուք ձեր տղամարդկանց հարցեք, ինչի են տենց, ինչի ասենց։ Թե չենքան հեշտ է գրել, բա ուր են։ Հելեք մի բան արեք, արա, հելեք։ Սա խոսում են ուրիշներով, հելեք։
Ոչ կարեք արա չեք ուզում ես կամ ես կոմ ենք բար մենք արա մենք yes մեկը ես դե ասում ես մեկը ես հեփ լավ այդ չեք զգում որ դուրը վաղը ծեծելու են յաթաղանոց են տկ ու ձեր աշկի առաջ ձեր երեխեքին ձեր ընտանիքը մորթուն են ախր պարզտենում եք որ տենց են անում հիմա նույն թուրքն է ինչ տարբերություն որտեղ է այդ թուրքի հետ պահի այդ նույն թուրքերը չէին եկել Արցախում 44 օրային կռվում այդ նույն այդ ISIS կոչվածի մարդիկ չէին մորթում մեր երեխեքին գլուխները կտրում հադրուտում եւ այլն նույնը չէին հիմա գնացել են Սիրիա կպրստեն նորից հետ են գալուց տեղ այդ որ ասում են ադրբեջանցիները գալու են դուք պատկերացնում եք չէ ես որ Սանդղակի ամենավերջի համարը պետք է լինեմ ամենավերջի համարը որ ասենք որ ադրբեջանցիների մտահոգված լինեն ինձ գտնելով ամենավերջում էլի պետք է լինեմ ասենք հա հասկանալի է որ վրթովածներ կան ջղայնացածներ կան մուրու անալ ուզողներ կան եւ այլն բայց ես այդ ցուցակում երևի ամենավերջում եմ մեկը ես օրը 3-4 հատ սպառնալիք եմ ստանում ադրբեջանցիներից որ հեսա գալիս ենք ձեր տուն հեսա մտնում ենք եւ այդ ճամփեն բացելու են այդ որ ասում ճամփեկը բացելու ենք որ գան չեք հասկանում ով է գալու ձեզ թվում է ինչ-որ տուրիստ է գալու կամ ինչ-որ մեկը մանդարինա տանելու Նախիջևան ծախի հետո գնացեք Ղարաբաղում տեսեք ովքեր են Արցախում այսօր կարծում եք իրաց բնակչությունն է վերադարձել ընդ ոչ մի դեպքում ոչ էլ դրանք են այս ճամփեկով օգտվելու այս ճամփեկով գալու են այ նրանք ովքեր Սիրիայում են հիմա այդ ճամփա բացել է որ բացում է այս ազգադավ այս հայասպան սրիկան բացում է դրանց համար չեք ջոգում որ դժվար չլինի որովհետեւ կարող է եթե իրանք մտնեն ինչ որ կռիվ անելով կարող է հանգարց մեր մեջ այդ բնա այդ ինքնապաշտպանության այդ իմունիտետը աշխատի հելեն գնանք ոնց որ 44-րդ պատերազմի ժամանակ կռիվ տանք դրա փոխարեն ինքը ճամփեկը պիտի բացի բերի լցնի մեր մեջ տներով կոմիտասով սենց իշտի Բաղրամյանով բոլոր գյուղերով բոլոր քաղաքներով կլցնի հետո մի հատ ճտ ու տեղի կունենա այն ինչ հենց հիմա տեղի ունենում ուրեմն Սիրիայում լավ էլ Սիրիան լավ ասենք մի կողմ դնենք Սիրիան բա լավ արցախցիները ինչ որ տեղի ունեցավ արցախցիները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդացել եք մեկնում եք այդ բոլոր խոսում կարդացել եք այդ փաստաթուղթը ընդ այդ պունկտերը որ գրած է որ պունկտն են արել ասեք որ մեկն են արել կանգնել այնտեղ որտեղ հասել են թե պատերազմը հրադադարն են արել թե ուրեմն այդ միջանցքների ապահովումն են ո՞րն են արել ասեք որ մի փաստաթուղթն են արել որ հիմա ինչ որ ոչխար մտածում է որ ինչ որ փաստաթղթով ինքը պաշտպանված առնելու ասեմ այդ ոչխարներին առաջինն են մորթում որտեվ հեշտ է ցելերի հետևից պետք է ինգնեն ցուլը կարող է պոզով խփի բայց այդ ոչխարներին որոնք որ հավատում են որ հա հեսա խաղաղությունը կնքում է այն որ այդ թվին կե թուրքիա կնիկս որ այդ թվեր այդ են ստելավ առնելու դենց են մտածում դե հայր ջան լավ ինչ անենք մորթվեն գնանք ես չեմ պատրաստվում մորթվեմ բայց 1 2 3 4 հոգով չի եկեք բոլոր հայերով պայմանավորվենք կա այդ միջոցից Facebook կոչվածն անպայման պետք է մի հատ բրգիչ ձեզ ասի ինչ անեք եկեք մենք հայերով պայմանավորվենք դուրս գանք փողոց ով որ կգա կբարձանա այդ պոդիումի վրա ու կասի լավ ժողովուրդ ուրեմն ոստիկանը մեն է թուրքերին օգնողն է որ մեզի մորթեն տես մի բան է որ սկսի գոռալ կամ որ կասի ժողովուրդ ջան դե հիմա գնում եք տուն այդ դրան ենք ուղարկում ընդ որտեղ որ պետք է ուղարկենք առաջինը դրանք որտեղ դրանք են սրա պաշտպանները ով կբարձանա պոդիումի վրա ու կասի այսօր գնում ենք տուն կամ որ կասի ոստիկանը մերն է ոստիկանները կասկածում եք այդ ոստիկան կոչվածը մի է շփոթեք իսկական ոստիկանի հետ այն որ գնում է հանցագործաբռնում մարդասպանաբռնում այդ 20000-ը վարձու թուրքի կամակատարներն են որտեվ իրանք պաշտպանում են մի հատ թուրքի ստեղ Հայաստանում թրքա թրքաբարու բաների ծելախանիցներն են ու երբ որ եկան ձեր դուրը ծեծելու սեփականության վկայական ձերը թուրքի անունով կոմիտասում հիմա ապրում ես առել ես չգիտես էլ էդի մեկը դուրը ծեծում է ցույց է տալիս
որ կոմիտը ասեցին շենքի եսիչ բնակարան, ես Ահմեդով Մահմեդս։ Հետևում կանգնած ընդնելու հայկական ֆորմով սիրուն կարմիր բերետներով ոստիկանները, որպեսզի թույլ չտան կռիվելնի ու քեզ ընտանիքով հանեն շպրտեն դուս, ոնց որ Արցախից հանեցին, ոնց որ մնացած տեղերից են գյուղերը որ հանձնեցին մեր հայկական։ Այսպես հանեն շպրտեն դուս ոստիկանն է իրանց օգնելու։ Այդ նույն ոստիկանը, որ այս թուրք հարճին պահում է, որ այդ օրինական տերը փաստաթղթով մտնի ապրիկոտան մեջ, կասկածում եք արա, եթե կասկածում եք, ուրեմն դուք ձմեր պապունել եք հավատում միջև ձեր մեռնել է։ Ես չգիտեմ ինչ ասեմ, էլ ինչ պիտի անեն էլի, էլ ոնց պիտի անեն։ Մարդը, որ ասում է, ես ձեր երեխեքին տարել սպանել եմ 5000 հոգի, 7000 հոգի, ես կասեմ 10000 հոգի նույնիսկ։ Այդ անհետ կորածներով ամեն ինչով։ Ինչ են միջևում ասում գաղտիկ է։ Գաղտիկ է, մեր մինիպոլյաները ասեն գաղտիկ չի, քանի ուրեմն զոհերի անունները գրելը գաղտիկ է, հասկանում եք։ Ուրեմն ասում է, որ ես ձեզ երեխեքին տարել սպանել եմ, գիտակցելով, իմանալով, որ ես արդյունքը ինչ որ եղավ կարա լինել առանց ձեր երեխեքին տանել սպանելու, բայց տարել սպանել եմ մի բանի համար, ընդամենը մի բանի համար, որ ինձ չասեք դավաճան, այսինքն իմանալով, որ ես երկիրը հանձնելու եմ, բայց ինձ կասեին դավաճան, դրա համար արի տանեմ մի 10000 հոգի սպանեմ, մորթեմ, որ ինձ ասեմ փրկիչ։ Ինքը պրեզիդենտը գալի, ասում է, որ ես էդ եմ արել, ասում է ես քանի որ առանց զոհ տալու հողերը տա ինձ դավաճան էի ասելու, ձեր երեխեքից 10000 հոգու մորթեցինք, ինվալիդ դարձեցինք, սպանեցինք, դիակները միջև այսօր լուսի տակ ֆոսֆորը իրանց ոսկորները լուսա տալիս, դրա փոխարեն դուք ինձ ասեցիք փրկիչ։ Այդքան բանը պարզ չի, չեմ ճոգում, չէ։ Ես չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, չգիտեմ Գլխիս մեջ չի տեղավորում, հենց մտածում եմ երազը, կարող է իսկականից արթնամ ու այս մարդը, որ սենց անդարդ ու ցավ սենց գնում է, մանավանդ ցույցերի բանի ժամանակ էլ չէ, տեսնում ես սենց կողքից սեմուշկա չպտելով գնում են։ Հետո որ ասում են ախպեր ընդհանուր խափում են ձեզ, մեծամասնությունը տենց չի մտածում։ Ձեզ խափում են, որ ասում փողոցում մոտիկանում ենք, հարցնում ենք, մեկ էլ ասում Փաշինյանին ձեր չտակ։ Վիզս կտրեմ, այսպես կտրեմ, շպրտեմ, գցեմ գետին, եթե այդ ասողները ովքեր այսօր Նիկոլ են պաշտպանում, իրանց գյորբագյոր լակոտը կամ իրանց թուլափայ, թրքից թլփատ թուլեն այսօր չի աշխատում պետական ինչ-որ բանում։ Մենակ դրանք են ասում, որ գոյեն։ Այդ 120,000-ը բազապատիկ չէ, իրանք բարեկամներ ունեն։ Սենց տնեց այդ լրատվականներն է, որ գնում են դրանց գտնում ու խոսացնում են, դրանք էլ են բանի պաշտպանը։ Նիկոլի պաշտպանը։ Իրանք ձեզ վախի մեջ, վախից ուժեղ հիպնոզ չկա աշխարհերին։ Իրանք ձեզ պետքա վախի մեջ պահեն։ Հիմա այսօր խոսում եմ, չեմ ուզում որ դուք պանիկայի մեջ ընկնեք։ Ես ուզում եմ, որ արթնանաք, պաշտպանվեք ընդամենը։ Քեզի Բիբլիայում էլ չէ գրაში, որ այս թշիտ խփեցին, այս թուշը դեմ տվեցին, հետո սրան խփիր աշկդ դեմ տուր, հետո աշկդ խփիր բերանը դեմ տուր, բերանը դեմ տուր քամակը դեմ տուր, ականջդ գլուխը դիթո վերջում կտրեն։ Դες բան չկա, չէ գրած։ Ընդամենը ասում մերձավոր է, որ մի հատ բան արից մի անգամ մարդուների, լավ դուք ձերը անվերջ է, ձեր ներելը անվերջ է։ Ես ուզում եմ արդյունակ ուրիշ ոչ բան, որ քեզ խփում է գոնե ձեռդ պահես։ Շանս կա որ չմեռնես այդ ձեռդ պահելով ընդամենը։ Մի հատ անեկդոտ էր, ինչ էր, չեմ հիշում, մի ժամանակ որ ասում է սենց պիտի անեն, քեզ պիտի դոմփեն, հերթով գնում են կղզու վրա ինչ է, լավ չեմ հիշում։ Մեկ էլ վերջը այն վերջինը ասում է ես չեմ ուզում որ ինձ դոմփեն։ Դե ասում է չես ուզում գնա անդե քո համար հանգստացի հացքեր։ Այն դեմի 9 հոգին որ վախենալով որ չեն կարող արտազանել, ասում են ոնց, ինչի տենց կարելի է, հա կարելի է։ Հա կարելի է։ Այդքան հայեր ջան, եկեք դուրս գանք, փողոցները լցնենք, պետք չի Գյումրեցին գա հասնի Երևան, պետք չի աշտարակից գան հասնեն Երևան։
Հելնենք մեր փողոցները լցնենք, ու խոսքը չի գնում է այդ նույն մեթոդներով, բան փակելով, ինչա աղբամանները դնելով։ Ուղղակի դուրս գանք ընտանիքներով, մենք հայերով դուրս գանք լցնենք փողոցները, այդ դնովի փրկիչներին չլսենք, ինքը իրան կհայտնվի այն ինչ որ դուք ուզում եք կհայտնվի, եթե մենք պայմանավորվենք մի օր, մի ժամի բոլորս դուրս գանք տուն չգնալու միտումով, ուղղակի տուն չգնալու, ոչ թե Պողոսին, Պետրոսին լսելու, դուրս են գալի, տուն չեն գնում, միջև այս հարցը չլուծենք, կստացվի, ինքնաբերաբար կստացվի, եթե թույլ չտանք, նորից եմ ասում, մեկը հելնի այդ պոդիումի վրա միկրոֆոնը վեկալի ասի, գյադեք գնացեք տուն, վաղը կգաք, գյադեք պարկեք, հեսա մենք գնում ենք այս հարցը լուծենք, գյադեք, այդ ով որ ձեզ ասում է, որ սա որը գրում են, չեք ջոգում, 5 տարի է, հələ ես սկիզբը չեմ ասում, 18-ից չեմ ասում, առնվազն 5 տարի է, ձեզ ասում են, всё, Նիկոլի վերջ եկել է, Նիկոլը քաքի մաչա, Նիկոլը վախից վերտալյոտը իջացել է Պրոշյան փողոց, Նիկոլը սենց, Նիկոլը հələ չեք ջոգում, որ մի հատ լսես հոտ քաշեք, քաքի մեջ մենք ենք, արա, Նիկոլը չի, խաբում են ձեզ, արա, Նիկոլը չի վախենում, արա, դուք եք վախեցած, մենք ենք վախեցած, արա, Նիկոլը ոչ պատրաստում է գնա, ոչ, Նիկոլը ձեզ է պատրաստում ուղարկի, կամ են աշխարհ, կամ բանը քշի հետակ, ես ինչքան ծանոթ գիտեմ, ինչքան բոլորը 100%, ոչ թե 99, 100% իմ բոլոր են ծանոթները, որ ես ազգադավին ընտրել են, այսօր դրսերում են, ստեղ չեն մնացել, ընտրել են, դե կերեք ու գնացել են իրանք, վատություն են արել, այդքան բան, ում որ ես գիտեմ ծանոթ, որ Նիկոլա ընտրել, բոլորը դրսերում են, ով որ Ռուսաստանում է Ռուսաստան է քրվում, ով որ Ամերիկայում է Ամերիկա է քրվում, բայց ընդեղ ապրում են, մեզ էլ ասում են սենց, ու իրանք են եկել ընտրել են, իրանք ոչ թե եկել են, ընտրել են ու փախել են ստեից, մեզ հայերից գցելով քաքի մեջ, հիմա մենք ասում ենք Նիկոլը քաքի մեջ է, հոտ չէ, մենք ենք արա քաքի մեջ, չեք ջոգու, մենք իրոք քաքի մեջ ենք, հայր ջան, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, մի հատ սառը ջրով լվացվեք, մի հատ ուշքի եկեք, տեսնենք ինչ ենք անում, հերիքա ինչ ասեմ, եթե դուք պատրաստվում եք գլուխներդ կախ մորթվելու, ոնց որ այսօր մորթվում են բանում, տեսակ ընդեղ մի քանի հայ կանգնեցին իրար կողքի, մի քանի հայ, Սիրիայում, տեսել եք այդ բանը, վիդեոն, մի քանի հայ որոշում են իրանց խանութ, իրանց բանը պաշտպանվել, իրանց աբխազի տարեցին, նույնիսկ այդ թուրքերը, իրանց շրջանցեցին, գնացին մորթելու նրանց, որոնք որ ժպտում են, ասում են, վայ, խաղաղություն եք բերում, մենք ձեր հետ ենք, եւ այլն, դրանց առաջին են մորթում, եւ հավատացեք, երբ որ այդ բաշիբոզուկները եկան Հայաստան, էլի առաջինը մորթելու են, նրանց, ովքեր որ հավատում են այդ խաղաղությանը, որտեղ դրանց հեշտ է մորթել, որ մտնում ես գար բռնես, ասենք, որ կամ հավ բռնես մորթես, որին հեշտ է բռնել, նրան ես բռնում, ով որ պաշտպանում է, փորձում է փրկվի, նրա հետևից շատ չես ընկնում, բռնում ես այն հավին, որը հեշտ է, ու մորթում ես, իսկ ով որ հավատում է այդ այսպես կոչված խաղաղություն, նրան հեշտ է բռնելը, նրան էլ մորթելու են, ճիշտ է, ոչ աշխատանք, այ ով գրեց նոր, անունը չհասցրեցի կարդամ, ինչ աշխատանք, ինչ բան, ասպա աշխատանքս կկործնեմ, հայտը, կյանքդ ես կործնելու, գալի ես տուն տենաս մորթած թափած, լավ, այսօրվա աշխարհի ես ինչ որ կատարում է, ձեզ չի թելադրում, որ դուք ինչով եք լավը, նույն այդ ալավիններից կամ են քրիստոնյաներից, որ ընդեղ ապրում, ինչով եք լավը, որ ձեզ այդ նույն թուրքը որ անում է, ձեր տանը դա չանի, հիմա որ ասենք բանից մտավ, ասում է, Քարվաճառից կարան գան մտնեն, Երևանով գնան, դու գիտեք այդ ով է մտնելու, ուր է գնալու, հասկանում եք ով է մտնելու, ուր է գնալու, որ րոպեին բացվեց, ես դարպասից դեմը իմ օրինական զենքը ձեռս նստելու եմ սպասեմ, որտեվ գիտեմ ովքեր են գալի, հա, բայց սիրտս ցավում է, ես չեմ ուզում իմ ազգը մորթվի ոչխարի նման, հավի նման, չգիտեմ, պայմանավորվենք, որոշենք, եկեք, այս
տալիս է հնարավորություն ես անտեր Facebook-ը, որ մեր տունը կանդեց, նաև այդ հնարավորությունն է տալիս, եկեք պայմանավորվենք, որոշենք ժամ, օր, բոլորը այդքան բան, սենց չենք նստելու մեզ մորթեն, պետք է մի բան անենք, եկեք անենք, մեկը ես չեմ ուզում ասում գնացեք արեք, ասում եմ եկեք անենք, մեկը ես